Տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակի վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան հիմնականում դեղորայքի տեսքով։ Ադրբեջանական պետական ապագործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ եւ հնդկաձավար հաղորդվում է, որ պարարտանյութով բեռնված կլինի 4 վագոն, իսկ հնդկաձավարով 1 վագոն։ Հայաստանը համաշխարհային երջանկության զեկույց 2026-ում զբաղեցրել է 89-րդ հորիզոնական 147 երկրների շարքում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է առաջ անցնելով իր հարևաններից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում շրջադարձային առաջընթացի մասին, նշելով, որ Թեհրանյան կողմն ինքն է նախաձեռնել կապը խուսափելու համար իր էներգետիկ համակարգի կործանումից։ Նախագահի խոսքով կողմերն արդեն ունեն սկզբունքային համաձայնություն միջուկային հարցերի շուրջ։ Իր հերթին Իրանը հերքում է այս տեղեկատվությունը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների թագավորություն մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը։ Զինված ուժերի թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի եւ Իռլանդիայի զինված ուժերի հավաքականների հետ մեկ խմբում։